Евросоюзу, что вы бы хотели сказать? Европе, Евросоюзу. Евросоюзу хотел бы сказать, чтобы они были богатыми. Богатыми в каком смысле? Во всех смыслах. Դե իրեք չգիտեմ ինչ որ բանի նորից պատրաստում են, տեսնենք։ Ձայնագրություններ հրապարակում լեգիտիմ ընտրություն հնարավոր է։ Դուք տնային կալանքի ռեժիմում եք ձեր աջակիցները։ Վերջում դա կգնահատեն։ Означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Պարոն Կարապետյան, ՎԻՊ-ը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ կնհայտ լսվում է, թե ինչպես են FSB-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված եք, որ Հայաստան եկած հայերը, որ իրենք հենց առաջին օրից սկսեցին հատուկ բերել են այստեղ քվեարկության։ Ինչպես կարող եք, օրինակ դուք դա ոնց եք պատկերացնում, տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ Հնարավոր է ասենք մի 100 հոգի աշխատող կարող ունենա Facebook։ Ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքին վարչական ռեսուրսեր օգտագործում, մարդկանց ուղղորդում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ կասեք այդ մասին։ Թող բարով այլ։ ինչքան եք բաժանել ընտրակաշառք, ամեն օր ձայնագրություններ են հրապարակում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավը չենք բաժանել։ Իհարկե որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած Պարոն Կարապետյան, որ ուժերի հետ դուք միշտ պատմում եք, որ հաղթել եք, կարող եք ասել մոտավորապես Ուրսուլա ֆոն դեր Լայեն կարող եք сказать։ Սցենարի է պատրաստ ընդդիմությունը Փաշինյանի քաղաքական հաղթանակի տեխնիկանելու ծրագիր ունի։ Այսօր ընտրությունները, այսօր խոսքը ասում է ժողովուրդը, ինչ կորոշի այդպես է կլինի։ Պարոն Կարապետյան, դրա համար խոսեմ նաև վաղ։ Վտանգավոր է այդ հարցերին պատասխանել, իրեն կարող է համարել քարոզություն, նորից մի 1000 մարդ ձեռնարկել։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանով եք գնում քրեաներեք ուղղակի հերթ այնտեղ արդեն։ Մարդիկ սպասում։ Մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից։ Պարոն Կարապետյան, իսկ եթե ձեզ չհաջողվի մեծամասնություն կազմել, զարգացումներ եք Հանրահավաքներ նախատեսվում են։ Ամենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու։ Դրա համար ճիշտ կլինի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հրապարակում Փաշինյանին ինչի համար։ Փաշինյանը հրապարակում ձեզ զգուշացրեց, որ պատասխանատվության եք ենթարկվելու։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության եք ենթարկվելու, նաև 300,000 ադրբեջանցիների խոսույթը քաղաքական օրակարգ մտցնելու համար, բացի փողերի լվացումից եւ Ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկվում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրեք։ Մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Հետո դուք պատկերացնում եք ինչ է լինելու, պարոն Կարապետյան։ Ոչ միայն տեղական, այլև տեսնում եք տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ եւ Ֆրանսիայից եւ Հոլանդիայից։ Դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսինքն ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցությամբ, ինձ թվում է անտառ։ Պարոն Կարապետյան, ձեր պարտությունը դուք բացառում եք, որ Կարամ այսօր մի երկու բան ասեմ, արամ։ Ар-ТВ телеканал отношения с Россией, если вы будете, какие будут, как вы видите эти отношения? Понимаете, мы должны иметь со всеми хорошие отношения, и с Америкой, и с Евросоюзом, и с Россией. Это те страны, которые должны
помогать развиваться Армении. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этих? Баланс однозначно будет. Вот в нашем случае однозначно этот баланс будет. Կարապետյան, իսկ ինչպես եք գնահատում այն հանգամանքը, որ ռուսաստանաբնակ հայերը այսօրին եկել են Հայաստան ընտրությունների ելքը այդպես ասած որոշելու համար։ Ну, ռուսաստանցի ինչքան հայ պետք է գան, որ ընտրություններ ելք որոշեն, ասենք մի քանի հազար մարդ եկան ընտրություններ։ Իշխանության մեղադրանքները որևէ հիմք ունեն, որևէ կապ ունեն Ռուսաստանից եկող հայերի հետ։ Իհարկե ոչ, ես կալանքի տակ լինելով ինչ կապ կարող եմ։ Այսինքն կազմակերպչական ձեր տարբեր ֆիրմաներում աշխատող աշխատակիցներին բերելու Երեն ուտը խնդիր չկա, մարդիկ իրեն կանտովով գալիս ընտրությունի կարող ընտանիքի անդամները մոտենան կներեք իրենք ասել են, այրոպորտում բոլորին դիմավորում են, բոլորին տանեն եկեք, կալանքի։ Պարոն Կարապետյան, մտավորի դեպքում ձեզ պալանավորեն, այսինքն տնային կալանքներ կփոխվի արդեն։ Ունեք այդ մտավախությունը։ Ասես կարող են անեն, բայց վստահ եմ չեն կարողանալու։ Չեն կարողանալու հաղթել։ Կներեք, ձեր ոչով հարցնեմ, ինչ եք անելու, երբ որ հաղթել։ Ժողովուրդ ջան, կներեք, այ ձեր ցավը տանը մի վարքյան։ Այդ հարցի պատասխանը Look here.